Ողջունում եմ ձեզ, սիրելի արմավիրցիներ։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորել մեր սիրելի կանանց ու աղջիկներին այս գեղեցիկ տոնի առթիվ։ Գիտեք, տղամարդիկ շատ մտքեր են ասել կանանց մասին ու վստահ եմ դեռ էլի շատ են ասելու, բայց ինձ հատկապես դուր է գալիս այս միտքը։ Կանայք հասարակության իրական ճարտարապետներն են։ Սիրելի կանայք, ես հավատում եմ այն մտքին, որ մենք միասին կարողանալու ենք կառուցել մեր պետությունն ու հասարակությունը։ Դրա համար ցանկանում եմ մեզ ուժ, կորով, եռանդ ու տոկունություն այդ կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։ Սա իմ շնորհավորանքներ մեզ, սիրելի կանայք, տղամարդկանց շնորհավորանքները վստահ եմ դեռ կհաջորդեն։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ։ Արդեն 3 օր է մեկնարկել է քարոզարշավը եւ այս 3 օրվա ընթացքում հնչել են եւ դեռ վստահ եմ էլի շատ են հնչելու տարբեր խոստումներ, տարբեր ելույթներ։ Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ։ Իշխանության համար ամենադժվարն է նախընտրական քարոզչություն իրականացնելը եւ այդ դժվարությունը պայմանավորված է մի քանի պատճառներով։ Առաջին, որովհետեւ իրականում Հանրապետական կուսակցությունը իշխանությունը շատ լավ գիտի երկրի առջև ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրավերները։ Այդ մենք ենք, որ շատ լավ գիտենք, թե ինչ ազդեցություն է ունենում օրինակ տարածաշրջանի մեր բարեկամ երկրում ֆինանսական դժվարությունը մեր երկրի վրա, մեր քաղաքացու վրա, ձեր գրպանի վրա։ Այդ իշխանությունն է, որ շատ լավ գիտի, թե ինչ զենք ունի օրինակ մեր երկրի հակառակորդը Ադրբեջանը եւ իշխանությունն է, որ գիտի թե ինչ ռեսուրսներ պիտի ծախսի, որ դիմակայի այդ ամենին։ Իշխանությունը շատ լավ է պատկերացնում այդ մարտահրավերներն ու խնդիրները եւ դրա համար չի կարող իրեն թույլ տալ խոստումներ, որոնք իրատեսական չեն, տալ խոստումներ, որոնք իրագործվելու շատ քիչ շանս ունեն։ Իշխանությունը չի կարող հայտարարել, որ անմիջապես 3 ամիս անց կամ ապրիլի 3-ին բոլորը ստանալու են ամենաբարձր աշխատավարձը, բոլորը ստանալու են քառակի բարձր կենսաթոշակ կամ տույժերն ու տուգանքները հանվելու են եւ այսպես շարունակ։ Գիտեք, ուզում եմ կրկին ազնիվ լինել ձեզ հետ։ Մենք գիտենք, որ մեր անցած ուղին իդեալական չի եղել, որ եղել են սխալներ, բացթողումներ, բայց իմ խորին համոզմամբ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում, ով չի աշխատում, եւ որ ավելի վատ է, ամենամեծ սխալն այն է, որ չես գիտակցում, որ երբևէ սխալ ես թույլ տվել եւ համարձակություն չունես խոստովանելու։ Մենք գիտենք, որ մենք ունենք բացթողումներ, բայց գիտենք նաեւ, որ բոլոր այն ծրագրերը, որոնք մենք ձեզ ներկայացնելու ենք, իրատեսական են։ Այդ յուրաքանչյուր խոստման տակ ընկած է լինելու կոնկրետ ծրագիր։ Թույլ տվեք մի կոնկրետ օրինակ բերել։ Կոռուպցիայի մասին մենք շատ ենք խոսում։ Բոլորս գիտենք, որ դա վատ երևույթ է։ Բոլորս դրա մասին խոսում ենք ամենավատ տոնայնությամբ, բայց ուզում եմ անկեղծ լինենք իրար հետ։ Շատ հաճախ, շատ դեպքերում ինքը օրինակ կաշառք տվողը շահագրգռված չէ, որ բացահայտվի այդ դեպքը։ Դրա համար է, որ ինքը ցանկանում է այդ ձևով խնդիրը լուծել։ Դրա համար մենք այլ մեխանիզմներ ենք առաջարկում, համակարգային մեխանիզմներ։ Օրինակ մեր վերջին նախաձեռնություններից մեկը, երբ ասում ենք, որ պաշտոնյան չպետք է իր ունեցվածքը թաքցնի այլ անձանց անունով, իր մտերիմների ու բարեկամների, ու եթե հանկարծ մի օր պարզվեց, որ այդ պաշտոնյան ունի այլ եկամուտ, այլ ունեցվածք, քան իր իրական եկամուտն է, ուրեմն այդ պաշտոնյան պիտի պատասխանատվության ենթարկվի։ Ընդամենը ամիսներ առաջ այդ օրենքը մենք փոփոխեցինք։ Հաջորդը, ես գիտեմ, որ մարզերում կուտակված բազմաթիվ խնդիրներ կան։ Մեր իրատեսական ծրագրերը վերաբերում են նաև Արմավիրի մարզին։ Գիտեմ, որ Արմավիրի մարզի համար հրատապ խնդիրներ են, ոռոգման ջրի խնդիրը, խմելու ջրի որակի խնդիրը, սանիտարական մաքրման կայանների խնդիրը, ճանապարհների խնդիրը։ Ուրեմն դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք հստակ ծրագրեր, մասնավորապես օրինակ ոռոգման ջրի հետ կապված մենք առաջարկում ենք Բաղրամյան Նորակերտ ջրագծի կառուցումը կամ կաթիլային ոռոգման համակարգը։ Ճանապարհների հետ կապված մենք բավականին աշխատանքներ ունենք կատարած։ Օրինակ, Արմավիր
նորապատ, մրգաշատ, արևիկ, եղեգնուտ, երասխահուն ճանապարհը, բավարարում է սա արդյոք մեզ։ Ոչ իհարկե, դրա համար ես արդեն տեղյակ եմ, որ 2 օր առաջ կան պայմանավորվածություններ եւ կարճաժամկետ, եւ երկարաժամկետ ծրագրերի համար։ Կարող եմ անվերջ շարունակել այս ցանկը, բայց ինչ եմ ուզում ասել ձեզ, սիրելի արմավիրցիներ։ Ես չեմ ուզում, որ այսօր, այս մեր հանդիպումից հետո դուք մտածեք կամ տուն վերադառնաք այն մտքով, որ ընտրության համար են սա ասում։ Ես ուզում եմ գնաք եւ վստահ լինեք, որ մենք գիտենք իրատեսական ծրագրերի միջոցով ինչպես հասնել այդ խնդիրների լուծմանը, ինչպես կառուցել մեր երազած հայրենիքը, ինչպես հասնել մեր ու ձեր երազանքների հայրենիքին։ Հավատացած եղեք, մեր ու մեր երազանքների միջև ընդհանրապես դա փորձելու կամքն է ու հավատը, ուրեմն եկեք զինվենք այդ հավատով, ուրեմն եկեք այդ կամքով շարժվենք առաջ, դեպի մեր երազած Հայաստան, դեպի ազատ, արդար, անկախ եւ ինտելեկտուալ Հայաստան։ Ուռա!